Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 16-ի համար, օրը կիրակի է, մեծ նայում ենք այս մյուս քարտերով, որովհետև ես ալիքին պարտքեմ այս քարտերի, գնայինք այս մյուս քարտերով, տեսնենք թե ինչ է սպասվում մեզ այդ օրը, գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 16-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք կամ դուք զանգարեք կամ ձեզ, նաև հաջողություն ունեք, հուզվում եք, արտասվում եք, կարող դա նաև հաջողության արդյունքներ են, օձեր կանդ, բամբասանք, չար վերաբերմունք, միգուցե նաև դրանից է այդ հուզմունքը, և թե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը ևս կկատարվեն կամ դա ավարտվում է, դա ձեզ մոտ, ինչ-որ նման որևիցե գործողություն։ Եվ հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 16-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում սա։ Այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, առաջինը դա անկավ, ինչ-որ, բայց չեք տխրում, կարծես թե։ Սպասում եք, հնարավոր է ձեր երեխաներին, ձեր թոռներին եք սպասում, նաև կարող է առիթ է երեխայի, սպասում եք հյուրերը գան, ոմանք ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվել են նաև իրենց հարազատ մարդկանց հետ, ոմանք ունեն գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, նաև հեռախոսազանգ ունեք և երեկոյան կամ ուշ եք պարկելու քնելու կամ ավելի շուտ։
Նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 16-ին։ Հարգելի վագրեր, այդ օր առավոտյան ինչ-որ տհաճ պահեր կան, նաև պետական հիմնարկություն կարող գնալ այստեղ հատկապես բժշկական կենտրոնի մասին է խոսքը, այնտեղ կարող պարկել, այստեղ եւս ցույց է տալիս դա, գուցե ինչ-որ պրոցեդուրա եք անում յուրաքանչյուր ամիս եւս գնում եք այնտեղ պարկելու, հատուկ բժշկական ինչ-որ տեսանկյունից է սա, կամ կոսմետոլոգ է, կամ մասաժի եք գնում, նման չգիտեմ ում հետ կհամապատասխանի սա, բայց ամենայն դեպս այստեղ ամեն ամիս գնում եք դրան, ինչ-որ գործողություն անելու։ Նաև հանդիպում ունեք այդ օրը, ոմանք նաև ժամադրություն ունեն և հուզված եք գնում այդ ժամադրությանը կամ ժամադրությունից հետո եք հուզվում։ Եվ նորություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 16-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, սպասելու եք նաև ինչ-որ մեկի, միգուցե իրեն եք սպասում, որ գա, գումար կստանաք, բայց վեճի գնով։ Կարող վիճել, կա աշխատավարձ են ուշացնում ինչ-որ մեկի պարտք է ձեզ և ինչ-որ չափով գումար եք վերցնում, իսկ կարող վիճել նաև հետը։ Ոմանք տուն կարող են մաքրել, նաև նվեր կարող եք գնել կամ նվեր կստանաք, տատանվում եք, ծանրութեթև կանաք որևիցե հարց և գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 16-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կամ բժշկի եք սպասում, կամ հիվանդանոցում եք, այնտեղ եք սպասում, կամ կոսմետոլոգի եք սպասում, ինչ-որ բժշկական ոչ պահեր են։ Ոչ տհաճ պահեր կան, կարող եք վիճել նաև ինչ-որ մարդկանց հետ, ոմանք կարող են տուն մաքրել, այստեղ կարող է աշխատանքի վայրում է տհաճ պահերը և այնտեղ վիճեք մարդկանց հետ, ոմանք աշխատանքի ընդունվելու ժամանակ նաև կվիճեն տվյալ անձնավորության հետ, կամ մենեջերի, տնօրենի հետ։ Նաև շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, պետական աշխատողի հետ հանդիպում, նաև հարցազրույց կարող է լինել։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նաև այստեղ հրավերք որևիցե առիթի կամ դուք կանեք այդ առիթը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 16-ին։
Հարգելի օձեր, այդ օր ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, նաև կարող եք տխրել, կարող եք ինչ-որ մեկից հիասթափվել, ինչ-որ բանից հիասթափվել։ Եվ ոչ է ծրար կարող եք ստանալ հրավիրատոմս, որ գնաք հարսանիք կամ առիթ եք այդ օրը հրավիրված եւ ինչ-որ ծրարով պետք է ներկայանաք։ Նաև նամակով կարող են ձեզ գրել, որ այդ օրը ինչ-որ առիթ եք, կարող է ծնունդի եք, եւ ձեզ այդպես են հրավիրում։ Կամ գրում են, որ չմոռանաք, կամ դուք եք գրում, որ սպասում ենք ձեզ, եկեք։ Նաև այստեղ ձեր երեխաները կարող են ձեզ հետ ավելի այդպես ընկերական լինել, նաև կարող է ձեր հարազատ մարդկանց երեխաների առիթն է, կամ ինքը բերի ձեր երեխային թողնի ձեզ մոտ, կարող առիթը երեխաներին է վերաբերվում, բերի թողնի եւ գնա կամ նման ոչ է պահեր են այստեղ, կամ իր երեխայինն է եւ դուք պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 16-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք եք զանգարելու ինչ-որ մեկին։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, դա կարող է լինել նաև բժշկական կենտրոն, կամ արդեն դա տեղափոխվում է երկուշաբթի օրը, եթե ոչ է պետական հիմնարկությունը։ Սուտ կա նաև այդ օրը։ Սպասում եք ինչ-որ մեկին, դա է կարող սուտը, ընդհանրապես սուտը դա ոնց որ ճիշտ ժամանակին չեն գալիս, հա, եթե սպասում եք այս ժամեն ասե եւ այդ ժամին չկան։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 16-ին։
Հարգելի այծեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, չգիտեմ ինչն է այստեղ, մի քանի բան կա, հանկարծակի լուր, գաղտնիքի բացահայտում, միգուցե դա է կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել։ Մյուս կողմում հանդիպում ունեք, նաև հոյցա հարցում հաղթանակած դուրս կգաք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, բժշկական կենտրոն դա կարող է լինել, կամ պատրաստվում եք նաև երկուշաբթի օրը գնալ հոյցա տեղ, երեխաների հետ սեղանի շուրջ եք նստելու, միգուցե թոռներն են գալիս, ծոռներն են գալիս, ինչ-որ մարդ երեխաներ են, միգուցե նաև երեխայի առիթ է այդ օրը, ծննդաբերություն, հղիություն, կա դա եք նշում, և ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 16-ին։ Հարգելի կապիկներ, եթե այդ օր ինչ-որ ցավ լինի, այդ ցավը կկարողանաք հաղթահարել, նաև ինչ-որ ցավ է, որին որ հաղթում եք, ինչ-որ մի ձևով, ուրիշ ձև եք նայում արդեն դրան։ Հնարավոր է նաև այստեղ ինչ-որ գաղտնիք է բացահայտվում, օձեր կան, բամբասանքներ են կարող է, դրա մասին է խոսքը, կարող է դա եք հաղթահարում և բերանները բոլորի փակում եք։ Այդ օրը սպասման մեջ եք լինելու օրվա ընթացքում և կարող եք նաև պարկել, հանգստանալ, ոմանց մոտ է սա ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին նոյեմբերի 16-ին։ Հարգելի աքաղներ,
Այդ օրը ինչ-որ մի հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Նաև իրադարձություններ են, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ ամիսը կարող կատարվել, դա ձեզ տխրեցնում է, դա ձեզ հիասթափեցնում է, միգուցե ավարտվում է դա եւս, դա կարող է ձեզ հիասթափեցնել։ Հեռախոսազանգ կունենաք, կամ դուք կզանգահարեք, այստեղ հանդիպում եք ինչ-որ մեկի հետ, վերջնական ինչ-որ հարցին լուծում եք տալիս, կամ հարցերը լուծում ավարտում եք, եւ նվեր կարող եք ստանալ դրա դիմաց։ Դա կարող է լինել քաղցրավենիք, ծաղիկներ եւ այլն, այն ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 16-ին։ Հարգելի շներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ կամ ժամ կպայմանավորվեք դրա մորեք երջանիկ։ Հրավերք ունեք, որ առիթի կամ դուք կարող եք առիթ ստեղծել երջանկությունից։ Նաև այստեղ ոմանք ունեն սիրային ժամադրություն, որտեղ կարող եմ տեսնել ինչ-որ մարդիկ եւ սկսեմ բան ասել։ Նաև դա ժամ կարող պայմանավորվեք ձեր հարազատ մարդկանց հետ եւ հանդիպեք եւս, կամ օցերի հետ եք հանդիպելու։ Կամ նախանձ մարդիկ կան այդ կապ չունի, կարող հարազատ է, բարեկամ է եւ բարեկամը չի լինում, օձ լինում է, ինչի չի լինում։ Նաեւ կարող է ուղղակի նախանձում են ձեզ, որ նման տեղեր եք գնում, հանդիպում եք ձեր հարազատների հետ։ Եվ ոչ հանկարծակի լուր կլսեք, որ ինչ որ գործ չեք ավարտել, մնացել է, այդ գործը չեք վերջացրել, հաջողություն ունեք պետական հիմնարկությունում, դա կարող է լինել ոչ դե այս դեպքում Կիրակի է, սա միայն բժշկական կենտրոնն է։ Նաև դա կարող է երկուշաբթի է տեղափոխվում։ Եվ տան հետ կապված իրադարձություններն հնարավոր է առիթ է, հնարավոր տեղափոխվում եք մեկ այլ տուն, կամ ձեր տանն է առիթ, կամ պետք է գնաք այդ առիթին։ Մի խոսքով, ինչ որ պահեր կան տան հետ կապված։ Միգուցե տան հետ է սա ինչ-որ պետական ինչ-որ հաջողություն է, կամ իմանում եք, որ ստորագրել են ինչ-որ մարդիկ եւ գիտեք արդեն, որ այդ տունը ձերն է, օրինակ։ Դե ընդհանրապես դրսերում նման գործողություններ ամբողջությամբ կարելի է ասել դե որոշ մարդկանց մոտ արվում է էլեկտրոնային տարբերակով, անգամ ստորագրությունը դնում ես էլեկտրոնային տարբերակով եւ այդ տունը քոնն է, կարող ես վարձել, կարող ես դե գնել այդքան չէ, բայց վարձելու դեպքում էլեկտրոնային է, կարող ես ստորագրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 16-ին։
Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, մեկը մյուսին հյուր կարող եք գնալ, նաև այստեղ ինչ-որ հյուր է գալիս կամ թաքուն եք հյուր գնում, ոչ ոք չգիտեն, կամ նաև ինչ-որ գործողություններ եք կարող անում հյուրի հետ։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, նաև դա կարող է լինել կնունկ, ծնունդ, առիթ, հղիություն, ծննդաբերություն, նվեր ունեք այստեղ, կարող է նվեր եք տալիս, նվեր եք կամ ստանում, երջանիկ կլինեք, նորություն կլսեք եւ նաև սպասում եք ինչ-որ մարդկանց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։